Հանդիսատեսի բազում առաջարկներով հուլիսի 1-ին ժամը 7:30 Փասադենայի AGBU թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեյսը ներկայացումը Հովհաննես Բաբախանյանի եւ Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ ըստ Խորեն Արամոնո պիեսի բեմադրությամբ Գոր Բաբախանյանի անմոռանալի երեկո թատերասեր հասարակության համար Իդեպ ներկայացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի ծննդյան տարեդարձին Տոմսերի համար զանգահարել 818 265 0506 կամ այցելել ticketmiket.com Եթե դուք հետաքրքրված եք Գլենդել, Մոնտրոզ, Բրբանկ, Թահանգա, Ազուզա, Բերնայս, ինչպես նաև Լանկասթերում հարցերի դեպքում զանգահարեք գրեք ինձ, ես ձեզ սիրով կպատասխանեմ։ Ձեր Լեո Մարտին։ Ողջույն, Հորիզոնի եթերում կրկին դիմանկար ծրագիրն է։ Կան մարդիկ, որոնք հագուստը տեսնում են միայն որպես կտոր ու կար, իսկ կան մարդիկ, որոնք հագուստի մեջ տեսնում են ինքնություն, պատմություն եւ ձայն։ Այսօր Հորիզոնի դիմանկար տաղավարում հյուրընկալվել է հայ դիզայներ Վան Վանյանը, որն ապացուցում է, որ ժամանակակից նորաձևությունը եւ հայկական լեզուն կարող են մի լեզվով խոսել։ Բարև Վան, ինչպես ես։ Նարաջան, լավ, շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ դու այսօր տաղավարում ես, երկար սպասված։ Երկար պլանավորումներից հետո շատ հաճելի է վերջապես գտնվեց ժամանակը, պետքա երևի ճիշտ օրը լիներ, ճիշտ պահը գար, այո, այսօր այդ պահն է, որ մենք երկուսով տետատետ նստած ենք եւ պետք է խոսենք, այսպես ասած, մեծագույն նորաձևության մասին։ Այ Վան, հետաքրքիր անուն է Վան, որտեղից է եկել է։ Վան, ուրեմն իմ անունը Վահագն, որ ծնվել եմ Վահագն ա եղել եւ նույնիսկ Երևանից շատ Բաքվում ասել եմ Վանուշ, Վան եւ Ամերիկա տեղափոխվելուց հետո էլ որտեղ VAUGH-ն անուն կա, ամերիկյան Վան կարդացվում է, այտենց դարել է Վան, դրա համար այտենց մնաց Վան։ Համել մեր քաղաք ունենք, մեր հայկական Վան քաղաքն է, ոնց որ ինքստինքյան ամբողջ կյանքս այդպես Վան գնացել է, բայց անձնագրով ծնվել եմ Վահագն։ Դե երկուսն էլ հայկական Եվ ծնվել եմ Վահագնի օրը, ամսի 27-ը Վահագնի օրն է հայկական կալենդարով։ Եվ ծնվել եմ Վահագնի օրը, ինձ չի թվում ծնողներս այդ ժամանակ իմացել են, որ դա Վահագնի օրն է անունը դնելուց, ուղղակի բայց հաստատ ասել են երկնեց երկիր եւ երկիր, երկրեց եւ ծիր Ծիրանի Վահագնի ծնունդը։ Այդ դու մուտք ես գործել նորաձևության հզոր աշխարհ։ Երբ եկավ այն պահը, որ դա ասեցիր, սա իմն է։ Ճիշտը որ ասեմ, տենց չի եղել, որ ասեմ իմ պահն է, որովհետև ոնց որ միշտ իմացել եմ դա իմն է։ 3 տարեկանից նկարել եմ կոշիկներ, նկարել եմ տարբեր զգեստեր, մարդկանց համար եմ նկարել, բարեկամներիս եմ նկարել, ով ինչ կարող է հագնի, մարդկանց հագնվելու ոճն եմ փոխել, ոնց որ իմ մեջ միշտ եղել է դա, որ պետք է լինեմ դիզայներ, то есть հարց չի եղել երբեք։ Դու ինքդ արդեն որոշել ես։ Հա, ոնց որ բնական արդեն բնականon իր ընթացքով գնացել է ինտերիեր եւ հագուստի դիզայն, որտեղ նույնիսկ տանը եթե ասենք հենց ծնողներս գնում էին, մենակ էի մնում, հələ դեռ Երևանում ամբողջ տուն սկսում էի փոխել, ձևափոխել, զարդարել, ստեղել արդեն շատ վաղ տարիքից վարակույրն էլ կարել, բարձերը փոխել, то есть դա ոնց որ միշտ եղել է իմ էությունը։ Ես հարց չի եղել երբեք։ Ինչ դառնալ։ Արդեն ծնված օրվանից դու լայքի ես եղել, թե ինչ պետք է դառնաս։ Իսկ ով է եղել քո ուսուցիչը, որը ազդել է քո վրա որպես դիզայներ, ընտանիքդ, ընկերներդ, շրջապատդ։ Երևի թե ուսուցիչ բառը փոխենք ոգեշնչող մարդը։ Իհարկե եղել է մայրական կողմից տատիկս, մամայիս քույրերը, իրանք շատ սիրել են հագնվել եւ իրանք շատ հիշում եմ ամեն անգամ իրանք նոր բաներ էին պատվիրում, նոր բաներ էին կարում, այն ժամանակ կտորի խանութ էինք շատ գնում իրար հետ եւ կտորներն էին իրանք ընտրում, то есть երևի մամայիս կողմից մորաքույրներս, մամաս եւ իհարկե մամայիս մաման
իրանք են եղել հիմնական ոգեշնչողները սկզբից։ Կանայք ամեն Կանայք, դեպքում։ ընտանիքի կանայք։ Ընտանիքի կանայք ամեն դեպքում։ Իսկ ով է քո ամենասիրած դիզայները համաշխարհային։ Համաշխարհային ամենասիրած դիզայները, գիտեք, եթե հիմա ասեմ դիզայների անուն, դա ասոցացվում է բրենդի հետ եւ շատ բրենդերում հիմա աշխատում են ուրիշ դիզայներներ եւ ահագին հեռացած են հիմնական դիզայներից։ Դրա համար եթե ասեմ Yves Saint Laurent, ես նկատի ունեմ հենց իր աշխատած ժամանակաշրջանը, ոչ թե ուրիշ դիզայներներ, որոնք ներկա պահին շարունակում են բրենդը, Yves Saint Laurent եւ իր ամբողջ փիլիսոփայությունը, նաեւ շատ սիրել եմ Tom Ford-ին, երևի թե Tom Ford-ին սիրել ասելով, ես հասկանում եմ իր ժամանակաշրջանը Gucci եւ նույնպես Yves Saint Laurent-ում 2000 թվականների սկիզբը մինչև ինձ թվում է շատ մեծ հեղափոխություն կատարեց երկու բրենդի համար, հատկապես Gucci բրենդի համար, շատ ճիշտ մոտեցում ինքը ունի ժամանակի եւ դիզայնի, то есть դիզայնը ինքը որպես քո միտքը չի մտածես ինչ որ հետաքրքիր, ինչ որ մի sense արվեստային մի բան ու դնես, դա այդպես չի, դու հիմնական նենց բան ես ստեղծում, որ որևէ քո տվյալ ժամանակաշրջանում դա շատ ակտուալ է այդ ժամանակաշրջանի համար եւ որևէ բան ես փոխում ընդհանուր, ասենք, նորաձևության աշխարհում հագնվելու մեջ, չէ՞ որ շատ դիզայներներ ահագին նորություններ են արել եւ ըստ դիզայներների ենք մենք այսօր հագնվում ոնց որ այսօր ենք հագնվում։ То есть Yves Saint Laurent-ի ֆիլոսոֆիան եւ Tom Ford-ի իր կարգին թվում է իրանք շատ մեծ ներդրում ունեն նորաձևության մեջ եւ իրանց էսթետիկան իհարկե ինձ ավելի մտերիմ է։ Իսկ որտեղ ես կրթություն ստացել որպես դիզայներ։ Ստացել Նյու Յորքում Fashion Institute of Technology, FIT, համաշխարհային շատ հայտնի բուհադա, Ամերիկայի ամենահայտնի բուհերից է FIT-ն, նաև սովորել եմ ինքունի ֆիլիալներ Իտալիայում եւ Ֆրանսիայում, դա նույնպես սովորել եմ եւ անցել եմ հայերեն բառ չեմ իմանում, պրակտիկա։ Ես էլի մտածեմ։ Տարբեր դիզայներների մոտ, որակավորում։ Որակավորում, այո։ Լավ, երբ դու կտորը տեսնում ես, այսինքն եթե ուզում ես մի հավաքածու ստեղծել, կտորից է ծնվում հավաքածուն, գույնից, մտքից, այ ոնց է ծնվում այդ հավաքածուն։ Հետաքրքիր հարց տվեցիր, որովհետև շատ ժամանակ հավաքածուն հենց իմենը սկսվում է կտորից։ Դու տես գնում ես կտորի խանութներ, կտորի շոուներ կան, որտեղ կտորի արտադրողները բերում են իրենց տարբեր ձևերի կտորները եւ ցուցադրում են շատ մեծ շոու է, Premier Vision Փարիզում է տեղի ունենում տարին 2 անգամ, որտեղ ծանոթանում ես տենդենցիաների հետ, տեխնոլոգիայի հետ, ծանոթանում ես բոլոր կտորների հետ, շատ ժամանակ հենց այդտեղ էլ առաջանում է հիմնական իդեաներ ինչեր կարաս անես այդ կտորներից, իդեաները իհարկե շատ տարբեր են լինում եւ որպեսզի հավաքածուն լինի համահունչ, հետո դու ոնց որ իրանց իմի ես բերում մի մտքի շուրջ։ Միտքը կարա լինի իմ համար եղել է շատ կոլեկցիաներ են եղել, որոնք եղել են հիմնված խխունջների վրա։ Համար շատ, չգիտեմ ինչի, միշտ շատ հետաքրքիր է եղել խխունջները, իրանց տեքստուրան, այդ ծալքերը։ Մի քանի կոլեկցիա եղել է կարա լինի քաղաքի հիման վրա, օրինակ Նյու Յորք քաղաքի վրա։ Մեծ ոգեշնչում եմ ստանում քաղաքներից, Նյու Յորքից, Փարիզից, Լոնդոնից, Միլանից, նորաձևության մայրաքաղաքներից։ Գիտես, հետաքրքիր է շատ, որտեղ եթե դուրս եմ գալիս, օրինակ Նյու Յորքում նստում ես մի հատ սրճարանում կամ ուղակի փողոցով քայլում ես, ես տեսնում եմ լիքը ակտուալ մարդիկ, ովքեր կան, ինքը կհագնի իմ շորը, ինքը կհագնի իմ շորը։ Ու ես հասկանում եմ ում համար եմ ես անում իմ դիզայնը։ Հաջորդ հարցը կլինի։ Հասկանում ես, ես տեսնում եմ, այս մարդկանց համար եմ ես անում, որը ցավոք սրտի Լոս Անջելեսում չկա, դա գոյություն չունի, որովհետև այդտեղ
շատ տխուր է, Հագնվելու կուլտուրա չկա, որովհետև այստեղ չէ։ Ահա որ տխուր է, որովհետև կամ տեսնում ես, եթե ամերիկյան մասաներ են, դրանք շատ սպորտային են հագնված են leggings-ներ, որը ընդհանրապես գոյություն չունի, ասենք, ոչ մի ձև չի կարող ասոցացվել նորաձևության հետ, որը Նյու Յորքում դու երբեք չես տեսնի որևէ մեկին այդ ձև հագնված փողոցում ման գալուց։ Իսկ եթե նայում ես հայկական մասային կասեմ, որ իմ համար նա բաժանված է երկու մասի։ Կան շատ հետաքրքիր հագնվող, ստեղծագործ, ազատ մտքով մարդիկ, եւ դա ընդհանրապես կապ չունի բյուջեի հետ, կարան շատ չնչին բյուջեով, շատ ոճական հագնվեն։ Մեր ազգը դա ունի։ Շատ ազգեր դա չունեն իմիջիանց, բայց հայ ազգը դա ունի, ես նկատում եմ ստեղ։ Շատ չնչին բյուջեով կարա նենց մի հատ իրան մտածի հագուստ եւ look, այդ բառը չեմ սիրում, որ հայերեն ասում են, բայց երևի չգիտեմ հայերեն բառը որ ասեմ։ Տեսք երևի, տեսք, ոչ տեսք։ Ահա, ensemble։ Ինքը կարող ինչ-որ հին դաժե բաները հանի, խառնի իրար, մի հատ շարֆ կապի, միտեղ մի բան կարող է նույնիսկ նկարի մի հատ զարդ գցի եւ դառնա այնքան հետաքրքիր, այնքան ստիլնի հագնված, որ նաեւ ոգեշնչի դիզայներներին։ Եվ կա մի ուրիշ մասա, որը գտնում եմ, որը չգիտես ինչի, իրան թվում է որ բրենդերը պետք է լինի եւ դա կարա լինի շատ գեղեցիկ, ցավոք սրտի դա այդպես չի։ Դաժե եթե դու նայես համաշխարհային մակարդակով ֆրանսիական, ասենք, սոցիալայթներին, ամերիկյան սոցիալայթներին, հին մեծահարուստ մարդկանց, ասենք, ոչ մեկ տենց չի հագնում։ Ես աշխատել եմ շատ բրենդերում եւ այդ բրենդերում կան, ասենք, բաժիններ, որոնք նվիրված են, մենք անում ենք դիզայն նոր փողի համար։ То есть նոր փողը որն է, այդ այն մարդն է, որ ունի ճաշակ, որը ուղղակի մի անգամից ինչ որ ձևով աշխատել է մեծ գումար ու պետքա ծախսի այդ մարդը։ Դրա համար առանձին ոնց որ բաժիններ կան բոլոր կամպանիաներում, որ արտադրում են, ասենք, լոգոներով բասանոշկաներ, տապուչկաներ, էլի հայերը շատ բառ չեմ գիտեմ, բայց որի վրա գրած անպայման Gucci, մարդիկ հասկանան։ Հա, կամ գոտի, դրանք արտադրում են նոր փողի համար, որ մարդ, ասենք, չի ունեցել եւ մեծ հաջողությամբ աշխատել է ինչ-որ գումար ու դա պետքա մի ձև ծախսի եւ գիտելիք չունի ոճի, ուրեմն նա ծախսում է, ուրեմն բրենդային սումկա պետքա լինի, որտեղ պետքա լինի լոգոն, պետքա լինի, որը դու դա չես տեսնի օրինակ բարձրաճաշակ եւ բարձրաշխարհիկ մարդկանց մոտ, դա կոչվում է new money, որ նոր փողի, նոր աշխատած փողի համար։ Ու դիզայներները այդ կամպանիաներում տենց բաժիններ կան, որ հենց դրա համար են արտադրում։ Եվ շատ հաջողակ է այդ բաժինները, որտեղ աշխատում է շատ։ Դրանք աշխատում են շատ մեծ հաջողությամբ լատին ամերիկյան երկրներում, իրանք շատ մեծ հաջողությամբ աշխատում են ազիական երկրներում, եւ նաեւ post-SNG երկրներում շատ պոպուլյար են։ Իհարկե դա ոճի հետ արդեն կապ չունեցող բան է։ Դա ուղղակի հագուստ է։ Դա ուղղակի ինչ որ հագուստ է, դու արար, հագար, ինչա դա քեզ տալիս ես, չգիտեմ, եւ ցավոք սրտի շատ նաեւ կա fake հագնված, որը որ անարժեքավորում է մյուսը, հա, դրա համար այդ մասը երևի ինձ թվում է մի քիչ ինչ որ ձևի պետքա գիտելիք տրվի մարդկանց, որ քո յուրօրինակ ոճը դա անմահ է եւ դա քոնն է։ Իսկ տենդենցիաների մեջ մտնել է այսօրվա օրով պոպուլյար որը բան հագնելը, դու ուղղակի զոհ ես գնում այդ կամպանիաներին, որոնք հենց քո վրա տարգետ են անում, ինչ քեզ վաճառեն։ Այսինքն այդտեղ նստած են մարդիկ, դիզայներներ, ես եղել եմ դրանցից մեկը, որ մտածում ենք ինչ անենք, որ քեզ կարողանանք թելադրենք, որ այսի շատ հետաքրքիր աչք կընկնի, ես միանգամից առնեմ։ Հասկանում ես։ Լավ, իսկ որ կտորն է քեզ հանձնվում, որ կտորի հետ ես սիրում աշխատել։ Իմ ամենասիրած կտորները թաֆետա, օրգանզա, շիֆոն, շարմուս, այդ կտորներն եմ սիրում ավելի, թեթև եւ փափուկ, չնայած աշխատել եմ բոլոր կտորների հետ եւ հա, բայց դե յուրաքանչյուր մարդ իր սիրած նյութ ունի, չէ՞, աշխատանքային։ Իմ սիրելի կտորները դրանք են, օրգանզա, շիֆոն, թաֆետա։ Ես չգիտեմ, կարծես թե դեռ չեմ նկատել, բայց քո հավաքածուների մեջ, աշխատանքների մեջ հայկական նոտա կա, ազդեցություն կա կամ ունես։ Շատ հետաքրքիր հարց տվեցիր, իհարկե ունեմ,
եւ շատ կոլեկցիաներ եմ արել հայկական նոտայով, ոչինչ չունեմ ընդդեմ հայկական շատ ճանաչված դետալների նկատմամբ, օրինակ նուրը կամ մեր գորգերի դիզայնը, նախշազարդերը, բայց ինձ թվում է դա մի քիչ ձանձրալի է, դա կանացի չի, սարքել ինչ-որ թիշերտներ եւ նկարել հայկական պարուհին իր այդ տարազով եւ նուրը նկարել ամեն ինչի վրա, ինձ թվում է դա շատ պրիմիտիվ մոտեցումը հայկականության։ Ես ունեցել եմ կոլեկցիա, որը եղել է based Գարզուի աշխատանքների հիման վրա։ Չէ որ Գարզուն դա էլ մեր հարստությունն է, մեր հայկականությունն է։ Ունեցել եմ կոլեկցիա, որ եղել է Մարտիրոս Սարյանի նկարների հիման վրա։ Նրա իր այդ գույների համադրությունը, շատ հետաքրքիր գույների համադրություն ունի։ То есть հայկական ցուցադրումի համար ես չեմ գնացել տարազին կամ հայկական գորգերին, ավելի շատ գնացել եմ ուրիշ տեղ, օրինակ Մարտիրոս Սարյան, Գարզու, Փարաջանովի Հավրամյակին նորված ես եմ էլի կոլեկցիա արեցի եւ Փարաջանովի մեջ այնքան իդեա կա որ դու նայում ես եւ դա նորից մեր հայկականն է դրա համար պետք չի ասենք ամերիկացիները որ անում են ամերիկյան կոլեկցիա ամերիկայի նորված իրանք նայում են ինչ որ ամերիկան մարդիկ են վերցնում իրանք չեն գնում են բնիկ ամերիկացիների բմբուլներով այդ շորերը հագնում դրա համար մի քիչ կարելի է հեռանանք այդ նռից եւ գորգերից չէ որ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում եւ ինձ չի թվում որևէ կին կուզենա գորգ հագնի իր վրա իմ համար դա շատ տհաճ է գորգը պետք է լինի հատակին ոչ թե կնոջ վրա իսկ եթե նորից հնարավորություն լիներ այդպիսի հայկական շնչով հավաքածու ստեղծել ինչ իդեա ունես ինչով կարա զարմացնես էլի ինչով կարող եմ զարմացնել ճիշտն ասած ես այս տարի պլանավորում եմ գնալ Հայաստան եւ իմ հիշողությունների մեջ մնացել է Երևանի գույները հատկապես գիշերային այդ մայրամուտային գույները դա շաքարվեցի նույնիսկ ես եմ շաքարվեցի շատ այդ հիմա կուզեմ վերապրել դա եւ ինձ թվում է ես դրա հիման վրա կանեմ արդեն մյուս գարնանային կոլեկցիան Սփյուռքում լինել հայ դիզայներ հեշտ է ոնց ասեմ քեզ Սփյուռքում լինել հայ դիզայներ Նյու Յորքում եմ մեծացել, սովորել, ինստիտուտ ավարտել եւ իմ հիմնական կարիերան եղել է Նյու Յորքում, ամերիկյան կամպանիաներում, դրանից հետո Միլանում, իտալական եւ ամերիկյան կամպանիաներում եւ նաեւ արդեն իմ կամպանիան եղել 2003 թվականից աշխատել եմ հիմնականում ամերիկյան շուկաներում, Եվրոպայի շուկայում, չեմ առնչվել հայկական շուկայի հետ։ Չնայած եղել են խանութներ, որ գնել են մեր արտադրությունը Միլանի շոուրումից Վերջին երևի 2 տարին է, որ առնչվել եմ արդեն հայկական իրականությանը, դրա համար չէի ասի, որ լինել հայ դիզայներ Ամերիկայում, то есть այդ բանը չկա իմ մեջ, որտեղ ոնց որ ես ստեղ եմ սովորել, ստեղ եմ ավարտել, իմ համար անգլերեն խոսելն է ավելի հեշտ, այդ շկոլան, որ անցել եմ ամերիկյան է եղել, ինձ չեմ համարում հայ դիզայներ Հայաստանից կտրված եկել եմ ստեղ, այլ ավելի շատ ոնց որ ստեղի կադր եմ։ Բայց ազգությամբ հայ ես։ Բայց ազգությամբ հայ եմ, բայց ազգությամբ հայ եմ։ Որը եղել է, չգիտեմ, հետաքրքիր է եղել, օրինակ տարիներ առաջ մենք դաժե ես չունեմ միշտ պատմել ենք մենք հայ ենք, ով է հայ, մեր պատմությունն ենք պատմել միշտ։ Դաժե տանք մամաս ինչ որ հայկական բլյուդաներ է սարքել, ես տարել եմ աշխատանքի տեղ, պատմել եմ ամերիկացիների, որ սա մեր հայկական տրադիցիոն սա է, նա դու շատ մեծ հպարտությամբ ներկայացրել եմ իմ ազգը։ Իսկ ովքեր են քո հաճախորդները։ Հետաքրքիր հարց տվեցիր, հաճախորդները տարբեր են, հաճախորդները շատ տարբեր են, եթե ընդհանուր ստատիստիկան ենք նայում, հաճախորդները երևի 35 plus այդ կատեգորիան է, սեգմենտը, ավելի կանացի հագնվող, ավելի նրբաճաշակ եւ ավելի ոնց որ ժամանակից դուրս հագնվող մասան է։ Եթե խոսանք international մակարդակով, եթե ինչ որ անհատների մակարդակ մասին պետք է խոսանք, անհատներ շատ կան եւ ամերիկյան եւ վերջերս նաեւ հայկական շոու բիզնեսից շատ աստղեր են հագնվում գնում
երբեմն նաև անում ենք ինդիվիդուալ դիզայններ, ոչ միշտ, բայց երբեմն անում ենք։ Պատվերներ ունենում ես, որ ինչ որ մեկը գալիս է կոնկրետ քեզանից հագուստ է ուզում։ Ինքն առաջարկում, թե դու ես ասում, այ քեզ։ Էլ չենք անում դա։ Մենք անում ենք մեր դիզայնը, մենք ենք արտադրում, ուրիշի իդեաների չենք աշխատում։ Այ ինչ ես կարծում, ո՞ն դու հիմա Ամերիկայում ես, եթե լիդեիր Հայաստանում կդառնայիր, Վան։ Ճիշտը որ ասեմ չեմ իմանում, որովհետև երևի թե այդ ժամանակաշրջան, երբ որ ես սովորել եմ, իմ հասկացողությամբ Հայաստանում, Երևանում չի եղել այդ կրթության դիզայների հնարավորությունը, շատերը երևի Մոսկվայում են սովորել, հիմա կա, ամեն ինչ կա իհարկե, եւ շատ տաղանդավոր դիզայներներ կան, նայում եմ հաճախ եւ հպարտանում եմ, որ այդքան տաղանդավոր դիզայներներ ունենք, երիտասարդ սերունդի մասին։ Իսկ տարբերություն տեսնում ես հայ դիզայներների եւ օտարազգի դիզայներների մեջ այ կա նշույլ, որ այ տայում ես ու հասկանում ես, որ սա հայ դիզայներ է արել։ Ճիշտն ասած, երևի թե չէ, որովհետեւ նախ երկու ձևի կարանք դա նայել։ Ուրեմն համաշխարհային մեծ կամպանիաներում շատ հայ դիզայներներ են աշխատում, որոնց մասին ցավոք սրտի ասենք, օքեյ, ես գիտեմ ինդուստրիայի մեջից եմ, օրինակ Hermes-ում հայ դիզայներները կան աշխատող, Giorgio Armani-ում կան հայ դիզայներներ, Ralph Lauren-ում են աշխատում հայ դիզայներներ եւ իրանք շատ ոնց որ բարձր պաշտոնների են, գլխավոր դիզայներներ են, կրեատիվ դիրեկտորներ են, անհատական չեն իրանք ձևավորվել շատերը, բայց շատ տաղանդավոր հայ դիզայներներ ունենք եւ Փարիզում, եւ Միլանում, եւ Նյու Յորքում, то есть ցակումով հայ, որոնք իրանք հանդես չեն գալիս իրանց անունից, այլ աշխատում են ուրիշ կամպանիաների համար, բայց շատ տաղանդավոր մարդիկ են։ Նայելով երևանյան դիզայներներին, ոչ բոլորի հետ եմ ծանոթ, բնականաբար, եւ նայում եմ ու ճիշտն ասած հպարտամ եւ շատ ուրախ եմ, որտեվ ընդեղի դիզայներները ավելի եվրոպական շնչով են ապրում։ Իրանց դիզայնը ավելի եվրոպական է, ավելի ժամանակակից է, օրինակ լինելով ստեղ եւ տեսնելով սփյուռքա հայ Լոս Անջելեսյան մասան եւ Երևանյան շատ առաջադեմ է իմ կարծիքով եւ ամեն ինչի իմաստով եւ ինտերիերի իմաստով եւ հագուստի իմաստով եւ հագնվելու իմաստով եւ դիզայներների իմաստով նորից ես չեմ եղել Երևանում շատ երկար ժամանակ, բայց Instagram-ով եւ նայելով, եւ Փարիզում հանդիպել եմ Երևանից եկած դիզայներներին, Նյու Յորքում հանդիպել, շատ առաջադեմ են եւ դա շատ, չգիտեմ, հպարտ եմ դրանից եւ ուրախ եմ շատ։ Յուրաքանչյուր ստեղծագործող մարդու մեջ մոտ լինում է նաև ճգնաժամեր, ինչպես ես հաղթահարում քո այդ ճգնաժամերը, երբ որ ժամանակ է լինում, որ չես կարողանում ոչինչ ստեղծել։ Այդ ամենաերևի ահավոր ժամանակաշրջանն է լինում, երբ լինում է, վերահսկեմ եւ ընդհանրապես որևէ իդեա չկա, եւ երբեմն այնքան շատ ես աշխատում ու հետո էլ որ էներգիա էլ չկա աշխատելու, ուղղակի ոնց որ սպառվում ես։ Հանգիստ է պետք, հա։ Լրիվ սպառվում ես։ Նոր ոգեշնչման համար, չէ՞։ Ոնց լցվում է ուղղակի, ոնց է բաժակի ջուրը լցվում ու էլ սկսում է թափվել նույն ձևի ոնց որ ուղեղի հետ է կատարվում։ Այդ ժամանակ պետք է վերցնել ընդմիջում։ Նոր շունչ քաշելու։ Եվ զբաղվել լրիվ ուրիշ բաներով, ասենք սկսում եմ ինչ-որ կարող ճաշեպեմ այդ ժամանակ, ինչ-որ։ Երբ հանգստանում ես, դուրս ես այդ ամեն ինչից, ինչ ես անում։ Երբ Վանը հանգստանում է։ Ես ախրանտա դրա մեջ։ Չի հանգստանում Վանը։ Սրտի չեմ հանգստանում։ Անդադ դրա մեջ է ոնց որ նույնիսկ եթե հանգստի եմ գնում, էլի հանգստի ժամանակ միևնույնն է նայում եմ շուրջս, նկարում եմ, միշտ գիրք ունեմ իմ հետ, միշտ եմ լիքը բլոկնոտներ ունեմ, տետրեժ, շատ, որ անդադ նկարում եմ հանգստի ժամանակ։ Երևի այդ ժամանակ ավելի շատ է իդեա գալի, որտեղ եթե որ չհանգստի ժամանակ, աշխատանքի ժամանակ, ոնց որ ավելի շատ ռեալիզացնում ես։ Պարտավորվածություն կա, իսկ հանգստի ժամանակ։ Բայց պասիվ հանգիստ չեմ էլ սիրում, ասենք գնաս պարկես ծովափին, ոչ իման չանես, դա չեմ կարա։ Երևի 5 ժամ հետո կձանձրանամ ահավոր։ Վան, ես ինչքան տեղյակ եմ, վերջին 2 տարիում Լոս Անջելեսում կայանում է
Armenian Music Video Music Award Armenian Music Video Award Եվ ես տեղյակ եմ, որ դու ես հագցնում այն բոլոր երգչուհիներին։ Ոչ բոլորին, բայց շատերին կան մարդիկ, հա։ Ինձ հետաքրքիր է, ինչպես է ընտրվում այդ հագուստը, իրանք պատվիրում են, դու տեսնում ես, թե ընտրում են իրանք քո հավաքածուից։ Ընդհանրապես, ասենք համաշխարհային ստանդարտներով, լավ կլինի հիմնականում ամերիկյան աստղերն են, իրանք հիմնականում ընտրում են ընթացիկ հավաքածուից Օրինակ Versace-ին ցույց տվեց իր հավաքածուն եւ Օսկար գնացող դերասանուհին հագնում են դա, որտեղ դա անհասանելի է։ Դա նոր է, դա պոդիումի վրա է, դա իմացվում է որտեղից է։ Հայկական իրականության մեջ Թուրքի ամենայն դեպս։ Դա չի որտեղ եթե մեկը հագել է, չեմ կարող հագնի, եթե դա միտեղ ցույցատրվի, չեմ կարող հագնի, եթե ինչ-որ մոդել հագել է, չեմ կարող հագնի։ Որ ինձ թվում է սխալ է, ինձ թվում է դա սխալ է, որտեղ յուրաքանչյուր հագուստ, յուրաքանչյուր մարդու վրա տարբեր է լինում, չէ՞։ Լրիվ տարբեր է, կարող է դու հագնես լրիվ ուրիշ տեսք ստանաս եւ ուրիշ ձև նայես։ Եվ գիտես ինչ կա, եթե ես ցուցադրել եմ, օրինակ Փարիզում մենք արեցինք շոուում ցուցադրվեց հագուստներ, չէ՞։ Շոուում եղավ 38 զգեստ։ Դրանից հետո գնում է մի շրջան, երբ որ լրագրողները, կրիտիկները նորաձևության մեկնաբանում են կոլեկցիան։ Ես հասկանում եմ մարդկանց կողմից ռեակցիաները ամենահագուստին եւ բնականաբար եթե ես մի բան եմ առաջարկում դերասանում դա արդեն անցած է քրիտիկայի մեջով պոդիումի ցուցադրված հագուստը դրան շատ մեծ ժամանակ է տրամադրվում եւ կարելուն եւ ստեղծելուն եւ մտքին то есть դա շատ գնահատելի եւ թանկարժեք բան է, քանց թե դու հիմա գաս եւ ես նստեմ քեզ մի բան արագ հատկապես հայկական միջոցառումներից 3 օր առաջ ամեն ինչ լինում եւ գիշերներն էլ չենք քնում, հետո մեռած մի ձև հասցնում ենք ամեն ինչ անել, շատ նաեւ ծանրաբեռնվում ենք, որը երևի դա իմ սխալն է, պետք է չվերցնենք այդքան շատ աշխատանք, որպեսզի կարողանանք անել լավագույնը, դրա համար եթե Աստված առաջ այս տարի լինի էլի մրցանակաբաշխության համար արդեն ես ունեմ իմ համար ընտրած 2 հոգի, ում պետք է անեմ դիզայն, մյուսները կարող են գնել խանութից կամ որտեղ դա դժվար է, հասկանում ես չես կարող այդքան շատ դիզայն անես, այդքան կարճ ժամանակում դու սպառվում ես։ Այ կա քո մտքում մեկը, որին կհագցնեիր քո ամենահամարցակ հագուստը։ Գիտես չեմ մտածել, տենց չեմ մտածել, բայց կան մարդիկ, ովքեր համարցակ բաներ հագնում են ու իրենց շատ եմ սիրում, ես դա օրինակ ամերիկյան աստղերից դա Sarah Jessica Parker-ը շատ համարցակ բաներ է ընտրել ու հագել ու ինքը տեսել է դա եւ դա շատ ինձ համար հաճելի է, որ ինքը տեսել է, ուզեցել է եւ հագել է եւ համարցակ է եղել։ Հայ աստղերի հետ երևի Արմինկանը, որ ինքը շատ եւ իմ մտերիմ ընկերներն է, ինքը նաեւ դարձել ժամանակի ընթացքում։ Ինքը համարցակ է, ինքը կարա տեսնի, հավանի, վերցնի եւ հագնի։ Ինքը չունի կոմպլեքս։ Եթե սա եղել է պոդիումում, ես չեմ կարող։ Ինքը ավելի ճիշտ, ավելի հղկված մարդ է ֆեշնի իմաստով։ Նազանի Հովանեսյան, ինքը կարա կոլեկցիայի մեջից տեսնի որևէ զգեստ, շատ համարցակ մի զգեստ եւ հագնի եւ նենց ինքը դա կարա մատուցի, որ վաու։ Սկանում ես։ Իրանք խոսքը զգում է նրանց այդ մարդկանց համար, ովքեր հենց իմին ընտրում են արդեն գոյություն ունեցող կոլեկցիայի մեջից հագուստներ։ Իսկ ինչից է լիցքավորվում բանը։ Ինչից եմ լիցքավորում։ Լիցքավորում եմ գոհ կլիենտներից։ Լիցքավորում եմ, որ որևէ ինչ-որ մարդկանց սարքում եմ երջանիկ իմ դիզայնով։ Լիցքավորվում եմ, եթե կարողանում եմ ինչ-որ մի բան փոխել ինչ-որ մեկի կյանքում։ Դրանք ինձ ամենայերևի ամենալիցքավորող մասերն են։ Նյու Յորքում երբ ապրում էի, Նյու Յորքում դա շատ էի տեսնում խանութներից կամ ինտերնետից գնաց, ասենք իմ հագուստները փողոցում եւ դա ինձ շատ լիցքավորում էր ստեղ միայն տեսնում եմ միջոցառումների ժամանակ երբեմն։ Իսկ կյանքումդ եղել են պահեր, որ ուզել ես ամեն ինչ թողնել եւ չշարունակել։ 4 անգամ եղել է եւ տենց էլ արել եմ, հետո եմ վերադարձել։ Ամեն դեպքում լինում են։ Լինում է, իհարկե հոգնում ես, արդեն որ վառվում ես ու վсё էլ չես կարողանում։ Եղել են։ Իսկ քո հագուստները հիմնականում
հագնվելու հագուստն են, ոչ թե ցուցադրելու, որովհետև կան դիզայներներ, որոնք հիմա հագուստներ են ցուցադրում, որ գլխիդ վրա էլ շուռ գաս չես կարող հագնել, բարձր են դնում գլխին, փորին, չեմ անում։ Այդ աստիճանի չէ։ Էքստրավագանտն է, արդեն ոնց որ ոչինչ չունեն են անելու, արդեն ականջը սենց են քորում, չէ։ No, այդ աստիճանի չէ, ասենք ունենք հագուստներ, որոնք պոդիումի վրա ցուցադրվում են, որ ոչ բոլորի համար է, եւ ամեն մարդ չի կարող դա կրել, բայց մյուս կողմից էլ կուզենամ այս առիթից օգտվել եւ ասել, որ մենք նաեւ արտադրում ենք շատ հագնվող հագուստներ առօրյա ամեն օրվա, որը շատ մարդիկ չգիտեն, որտեվ երևի տեսնում են աստղերի վրա եւ մտածում են միայն տենց երեկոյան զգեստեր ունենք, ոչ ունենք առօրյա շատ հագուստներ եւ շատ մատչելի, հասանելի գներով։ Դու գիտես օգտվում ես։ Վերջերս խանութ բացեցիր, չէ՞։ Բրբանկում։ Բրբանկում գիտեմ, որ շատ հայ աստղեր, ճանաչված մարդիկ օգտվում են քո խանութից։ Եվ ինչ զգացողություն ունես հիմա, որ դու ունես խանութ։ Ճիշտն ասած, առաջի անգամ չի խանութ ունեցել եմ եւ Նյու Յորքում եմ ունեցել, Մայամիում ունեցել եմ։ Հիմնականում ինտերնետ վաճառք ա եղել հետագա հետո Նյու Յորքում։ Խանութը ունենալը ինքը գիտես ինչով է հետաքրքիր, որտեղ մարդիկ կարող են գալ, տեսնել, փորձել, հանդիպում ես ռեալ մարդկանց, հանդիպում ես ռեալ կլիենտներին, լսում ես իր կարծիքը, դա իմ համար անգին է, որովհետև եթե ես ինքս դուրս եմ գալիս խանութում եւ լսում եմ մարդկանց կարծիքը, լսում եմ ինչ են ուզում, տեսնում եմ ինչն են հավանում, որտեղ են ոգևորվում եւ հասկանում եմ ավելի շատ որտեղ պետք է աշխատել, ավելի շատ որ ուղղությունը պետք գնալ եւ որ ուղղությունը պետք է դադարացնել։ Սերը, կարոտը ինչպես են մտել քո աշխատանքների մեջ։ Դրանք թեմաներ են, թե դու խուսափում ես այդպիսի թեմաներից։ Չեմ խուսափում, իհարկե, որովհետև շատ էմոցիոնալ մարդ եմ։ Գիտենք։ Որտեղից։ Շփվում ենք։ Ես սիրելուց շատ բուրն եմ սիրում, բաժանումները շատ տխուր ու ծանր եմ տանում։ Եվ գիտես, նոր սիրելուց ոգեշնչվում ես ու մի հատ թռնում ես վերև։ Բաժանումների այդ տխուր ծանր վիճակներից չգիտեմ ոնց բացատրեմ, երևի հոգնում ես այդ վիճակից, թե ուզում ես հետ գալ ավելի ուժեղ։ Մի հատ վերելքել այդ վաղ տա լինում, բաժանումից է մի հատ էլ ուրիշ sense վերելք է գալիս, ոնց որ տարապեցիր, լացեցիր, տխրեցիր եւ ուզում ես դուրս գաս այդ ամենից մի հատ էլ ուրիշ ձևի թռիչք է գալիս, լրիվ ուրիշ ձևի թռիչք։ 10 տարի հետո որտեղ կուզենայիր, որ հարթակում կուզենայիր լինեիր։ Հարթակում ինչ նկատի ունես։ Որտեղ կուզենար, ոնը 10 տարի հետո, այ ոնց ես պատկերացնում, որտեղ կուզենայիր հասնել, ուր կուզենայիր հասնել։ 10 տարի հետո կուզենայի, որպեսզի ունենայի իմ ինտերիեր դիզայնի կամպանիան եւ հագուստի դիզայնի կամպանիան։ Հագուստինը կուզենայի իհարկե երևի ավելի շատ որ լիներ on-line։ Ինտերիերը նույնպես շատ սիրում եմ ինտերիեր դիզայնը ավելի հետաքրքիր է իմ համար։ Ոնց որ ավելի լիներ 50-50 այդ աշխատանքը, հիմա մի քիչ ավելի շատ հագուստն է, քան ինտերիերը, բայց ուզում եմ բալանսի բերեմ իրանց, որ ավելի 50-ով երկուսն էլ հավասարաչափ սիրում եմ ու երկուսն էլ հավասարաչափ հետաքրքիր է ինձ համար։ Եվ կուզենայի աշխատել քիչ։ Աշխատել քիչ։ Լինում է այդպես, բայց աշխատել քիչ։ Կուզենայի աշխատել քիչ, գիտես ինչ իմաստով, ոչ թե աշխատել գումար վաստակելու համար։ Հաճույքի համար աշխատել։ Հաճույքի համար։ Չնայած հիմա էլ ես նայում եմ իմ աշխատանքը հաճույք է, բայց կա, ասենք, deadline-ներ, որ ժամանակին պետք է աշխատանքներ վերջացվեն, եւ այդ ժամանակ արդեն դու արագ ես աշխատում, երկար ժամանակ ես աշխատում։ Կուզենայի որ այդ պրոյեկտները լինեին ավելի 20 ժամ շաբաթը այդ աշխատանքը եւ մի ժամանակ իմ համար ուղղակի ստեղծագործել, հաճույքի համար ստեղծագործել։ Առանց վաճառելու խնդիրի։ Ես հիմա մի անձնական հարց եմ ուզում տալ, ես գալիս եմ քեզ մոտ եւ ասում եմ ոնց ինձ համար
մի հագուստ ընտրեի։ Ինչ կընտրեիր, Քո ինչպես համար։ կհացնեիր։ Գիտես դու այնքան ճանաչելով ինձ էլի արդեն։ ճանաչելով քեզ, ախր օքեյ, դու այն եզակի մարդկանցից ես, որ ես ամեն անգամ քեզ տեսնում ու չեմ ճանաչում քեզ։ Նո ամեն անգամ դու նոր ձևով ես հայտնվում։ Երևի թե դու իմ մեջ տպավորված ես շատ գունազարդ, շատ պայծառ, ավելի ոչ թե այսօրվա հագուստը իմ համար երևի Ուրիշ ձև էր։ հա, տիպիկ հագուստը չի։ Քեզ երևի ավելի շատ պայծառ եմ պատկերացնում, չնայած գալստուկի վրա կա էլի այդ գունային ինչ-որ գամաները։ Սա մոդելյանի աղջիկներից են։ Շատ սիրուն է, շատ։ Քո աշխատանքներից է, շատ սիրուն են։ Ավելի շատ քեզ պայծառ եմ պատկերացնում եւ անպայման ինչ-որ մի հատ գլխարկ, անպայման մի գլխարկ։ Լավ, մեր ժամանակը շատ ափսոս մոտենում ավարտին, որովհետև զրույցը շատ հետաքրքիր է, շատ հարցեր ունեմ քեզ տալու, բայց որպես դիզայներ ինչ խորհուրդ կտաս այն դիզայներներին, այն մարդկանց, որոնք նոր են սկսում, նոր են մտնում նորաձևության կախարդական աշխարհ։ Լինել ինքնավստահ, չվախենալ, ինքը շատ դժվար ինդուստրիա է, առաջ գնալ այս ինդուստրիայում ընդամենը մի տոկոսն է ավարտածներից կարողանում մնալ, մյուսները ուրիշ աշխատանքներ են հետո կարողանում տանել, չընկճվել, լինել ուժեղ, լինել չլսել շատ խորհուրդների, որովհետև երիտասարդ դիզայներները շատ քանդում են, ռեդակտորները, քրիտիկները, իրենք շատ են քանդում եւ ուզում հղկել։ Դից բոլորին լսել, բայց միևնույն է քո սեփական ձայնը միշտ պահել, որովհետև վերջում քո յուրօրինակության մեջ է քո հաջողությունը։ Շնորհակալություն, շատ հաճելի զրույց էր, որ այսօր դու մեզ հետ ես, ինձ հետ ես եւ մեր հեռուստադիտողի հետ ես, հուսով եմ առիթներ կլինեն, էլի կհանդիպենք, դու այն եզակի տղամարդկանցից ես, որ կարողանում է կնոջ երջանկացնել, որովհետեւ կնոջ երջանկությունը հենց հագուստի մեջ է, տրամադրությունը եթե չես ունենում, մի գեղեցիկ մի բան հագնում ես, անմիջապես տրամադրությունը փոխվում է։ Եվ հագուստը նույնիսկ դա քո ներքին աշխարհն է, որ դու կարողանում ես ցույց տալ եւ to express yourself։ Նաեւ շնորհակալ եմ, որ դու այսօր բացեցիր ոչ միայն որպես ստեղծագործող մարդ, այլ նաեւ քո հոգին դրեցիր այս ամբողջ հարցազրույցի մեջ եւ ապացուցեցիր, որ հայ տղամարդը կարող է ստեղծել գեղեցկություն, համարձակ, անկեղծ եւ գեղեցիկ։ Շատ շնորհակալ եմ եւ կուզեմ ավելացնել, որ շատ հայ տղամարդիկ են ստեղծել միշտ գեղեցիկ։ Մենք ինձ թվում է մենք շատ տաղանդավոր ազգ ենք, եթե վերցնես միջին հաշվով տաղանդների թիվը եւ ազգի բնակչության թիվը, ինձ թվում է մենք համար առաջին ենք, շատ հպարտ առաջին տաղանդավորներից։ Այո, որտեղ կարող ասենք, եթե վերցնում ես օլիմպիադային 3 հատ ամերիկացի է գնում 50 հատ մեդալ է բերում, բայց եթե 10 հայ է գնում 3 հատ մեդալ է բերում կամ 3 հատ տոկոսային հարաբերությամբ մենք միշտ առաջին ենք, ես դա երեխա վախտից տեղա էմիգրացիա լինելուց հետո միշտ հաշվել եմ եւ մենք իսկապես շատ տաղանդավոր ազգ ենք, շատ։ Շնորհակալություն Ոնտ ջան, սիրելի հեռուստադիտողներ, սիրեք գեղեցիկը, որովհետև գեղեցիկը նաև սեր է ծնում։ Մեզ հետ էր Վան Վեմյանը։ Հա, հայ դիզայներ Վան Վեմյանը։ Շնորհակալություն։ Հանդիսատեսի բազում առաջարկներով հուլիսի 1-ին ժամը 7:30 Փասադենայի AGBU թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեյսը ներկայացումը։ Հովհաննես Բաբախանյանի եւ Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ։ Ըստ Խորեն Արամոնո պիեսի, բեմադրությամբ Գոր Բաբախանյանի, անմոռանալի երեկո թատերասեր հասարակության համար։ Իդեպ ներկայացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի ծննդյան տարեդարձին։ Տոմսերի համար զանգահարել 818 265 0506 կամ այցելել ticketmiket.com։ Եթե դուք հետաքրված եք Glendale, Montrose, Burbank, Tahanga, Azusa, Bernice, ինչպես նաև Lancaster-ում հարցերի դեպքում զանգահարեք գրեք ինձ, ես ձեզ սիրով կպատասխանեմ։ Ձեր Լեո Մարտին։